impeachment-ի գործընթացը այսօրվանից սկսած պետք է մտնի հենց կոնկրետ փողոցային փուլ, որովհետև այն խնդիրները, որոնք այս փուլում պետք է լուծել դահլիճում, դրանք լուծված են։ Մենք այսօր տեսանք, որ խորհրդարանական լսումների արդյունքում Հայաստան խմբակցությունը միացավ արդեն impeachment-ի գործընթացին, ինչը շատ լուրջ է մեծ ձեռքբերում է գործընթացի նախաձեռնողների եւ բոլորիս համար եւ երկրորդ տեսանք որ անկախ պատգամավորները բանակցելու առաջարկ են անում մարդիկ եկել են ներկայացրել են քննարկման եւ ասում են որ պատրաստ են ինչ որ զրուցել այդ թեմայի շուրջ հետեւաբար դա մի փոքրիկ կտոր որ այդ զրույցը եւ քննարկում պետք է տեղ ունենան բայց այս պայծած հիմնական գործընթացները մինչև հարցը ազգային ժողովի օրակարգ բերելը վերջնականապես պետք է փոխում լինի։ Ես կարծում եմ, որ այս քննարկումների ընթացքը այս պահին նույնիսկ պետք է արդեն փոխվի եւ հենց տարվի խոսակցությունը գնան այդ ուղղությամբ, թե լավ, այս դարիճում արդեն ինչ որ այս փուլում կար լուծելի խնդիրներ, դրանք լուծվեցին, ինչ են անում փողոցը ակտիվացնելու հանրային ճնշման անհրաժեշտ մնացած ձայները ապահովելու եւ այդ գործընթացը ապահովելու համար։ Հետեւաբար, այո, այս պահից սկսած միայն փոխվեց։ Աննա Շարդազարյանը կարծիքներ կան, որ միջև այժմ այսինքն 2020 միջև օրս հասարակությանը լավ չի բացատրվել, թե իրականում ինչ վտանգներ են սպառնում Հայաստանում։ Միթե չի բացատրվել, միթե հանրությունը չի զգում ինչ վտանգներ են սպառնում Հայաստանում։ Դե ավելի քան լավ բացատրված է հանրությանը, բոլոր վտանգները ավելի քան լավ բացատրված է, հանրությունը շատ լավ հասկանում։ Խնդիրը այլ կերպ է, հանրությունը չի տեսնում այլընտրանքային ծրագրեր։ Մեր ընդդիմությունը իրապես այս հարցում լուրջ թերացումներ ունի։ Այսինքն այն ինչ որ իրականում պետք է այլընտրանք լինի, կարող է հաճախ ականջահաճո չլինել հանրության աչքի առջև եւ այլն։ Կարող է նույնիսկ որոշակի ռիսկեր պարունակել, կարճաժամկետ տեսակետից ռիսկեր պարունակել, բայց դրա մասին ընդդիմությունը պետք է բաց եւ հստակ խոսի ժողովրդի հետ։ Այլ տարբերակ չկա։ Այսինքն փորձել թաքցնելով կամ ժողովրդին չպատրաստելով այն դժվարությունները, որոնք մենք պետք է իսկապես հաղթահարենք, եթե ուզում ենք որպես պետություն լինենք եւ շարունակենք, առանց դրա ընդդիմությունը չի կարողանալու հաջողության հասնել, եւ դա պետք է հիմա երկրորդ այդ փուլին անցնենք իսկապես այդ անկեղծ եւ բաց խոսակցությունների շրջան, մարդիկ ամեն ինչ գիտեն, մարդիկ լուծումները չգիտեն, թե ինչ է առաջարկում, խնդիրը սա է։ Երեք Ալիևը ելույթ ունեցավ Մալտում եւ խոսեց նաեւ Զանգեզուրի միջանցքից, նա այդ կամքի անվանել Զանգեզուրի միջանցք եւ կարծեք թե քարոզներ կան, ինչ լավ բաներ կարող է ասել եւ այդ միջանցքը բացվի։ Հայաստանին ինչ է սպառնում միջանցքի բացումը։ Նա սկսենք, որ Ալիևը իրերը կոչում է իրենց անուններով։ Այդ գաղափարը մշակվել է Բաքվում եւ Անկարայում, գաղափարը կոչվել է Զանգեզուրի միջանցք իրենց կողմից եւ իրենք հիմա շարունակում են այդ Զանգեզուրի միջանցքի իրագործումը, այսինքն լուրջ ձեռքբերումներ են ունեցել Վաշինգտոնում։ Թրամփի ուղին դա այսպես հայ ժողովրդի ականջահաճո ինչ-որ մի բան պետք է լիներ ըստ Փաշինյանի ձեռքբերումների։ Դա ինչու իրենք են ծրագրի հեղինակը, իրենք են ծրագրի իրագործողը եւ այդ ծրագիրը իրականացնում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով։ Հետևաբար սպառնալիքը Հայաստանից այստեղ է, որ մեր տարածքի նշանակությունը հեչ կոմունիկացիաներին հասնելու, ինչ ձևով են հասնելու, որոշում է թշնամի պետությունը։ Դա խոսում է շատ լուրջ անվտանգային սպառնալիքի մասին առնվազն։ Էլ չեմ խոսում, որ սուվերենության կորստի բավական լուրջ բան պարունակելու գործողություն։